Գիտեք, որպես քրիստոնյաներ շատ կարևոր է մեր վարվեցողությունն ու վերաբերմունքը։ Կուզենամ մի քանի բաներ խոսամ այս մասին։ Պատկամի պես չէ, ավելի շատ մի քանի կետեր կա, որոնց կուզենամ անդրադառնալ։ Գիտեք, ընդհանրապես աշխարհում տարբեր ոլորտների մեջ շատ կարևոր է մեր վարվեցողությունը, շատ կարևոր է, թե ինչ ձևի ենք մենք մտածում ու մեր վարվեցողությունը վերաբերմունքը մարդկանց հետ ինչպիսին է։ Մենք որպես մարդիկ միշտ ազդեցություն ենք կրում իրավիճակներից, խոսքերից, ենթադրություններից, մարդկանց կարծիքներից, միշտ այդ տեսակի ազդեցությունները կան մեր կյանքերի վրա, բացառված չէ, որ ամեն մեկս ունենանք այդ ազդեցությունը, բայց անկախ ամեն ինչից մենք որպես քրիստոնյաներ կարողանանք մեր ընթացքը, մեր վերաբերմունքը իրավիճակների հանդեպ աստվածային պահել։ Գիտեք, շատ անգամ եթե մենք ուշադրություն դարձնենք ընտանիքների մեջ, տարբեր կազմակերպությունների մեջ, եկեղեցու մեջ, աշխատանքի մեջ, հիմնականում խնդիր առաջացնողը մեր վերաբերմունքն է։ Ու այդ պատճառով որպես քրիստոնյա կուզենամ մեր վերաբերմունքը աստվածային լինի։ Երբ որ մենք նայենք Պետրոսի խոսքերը, Պետրոսը ինքը կսես սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներում ձեզ կանչող սուրբի պես։ Գիտեք, այսինքն Աստծո խոսքը մեր համար չափանիշ կդնե մեր վերաբերմունքի մեջ, մեր գործերի մեջ, մեր վարվեցողության մեջ ճշգրտությամբ ընթացք ունենալու։ Օրինակի համար, եթե մենք վերցնենք մի քանի կետ, որ նորա կուզենամ սեմ ձեզի խոսանք հետո, յուրաքանչյուրիս կյանքի մեջ յուրաքանչյուր առաջադրանքի դեպքում մեր վերաբերմունքը ազդում է վերջնական արդյունքի վրա։ Այսինքն որևէ նպատակ, որ նրա դու ունես, որպես այդ նպատակի դու լավագույն ձևով հասնես, կարևոր է քո վերաբերմունքը, որովհետև քո վերաբերմունքից է կախված դու այդ նպատակին ինչ ձևով կհասնես։ Օրինակի համար, եթե դու ուզում ես երեխեդ լավ սովորի դպրոցում, ու անընդհատ իրան հանդիմանում ես, անընդհատ իրան խրատում ես, անընդհատ իրա վրա ասես ճնշում ես օգտագործում, կներես, ինքը չի կարող արդյունավետ լինել։ Որովհետև դու ունես նպատակ քո երեխու համար, որովհետև ինքը լավագույնը դրսևորե իրան իր կարողության չափով, բայց անընդհատ քո կողմից ոչ ճիշտ մոտեցում կա իր կյանքում։ Իշքան էլ ինքը ստիպված, պես քեզի լսելով, ինքն իրան ստիպելով ինչ-որ բաներ անի, ու կամ է ժամանակը մրակու հսկողությունից ինքը դուրս կուկա, ուղղակի ինքը հարկավոր անում եմ են, ինչ ուզում եմ։ Այսինքն դու քո սխալ վերաբերմունքի պատճառով վերջնական արդյունք ու լավագույն արդյունք չկարողացար ունենալ։ Պարզ է միտքս։ Հաջորդ բանը, որ ուզում եմ ուշադրություն դարձնեմ, ուրիշների հանդեպ իմ վերաբերմունքը որոշում է նրանց վերաբերմունքը իմ հանդեպ։ Գիտեք, շատ անգամ հետաքրքիր է, երբևէ նկատել եք, որ մենք եսակենտրոն մարդիկ ենք, մեղքի բնույթը եսակենտրոն է։ Մենք միշտ ուզում ենք վերցնել, մենք միշտ ուզում ենք մեր հետ լավ լինել, մենք միշտ ուզում ենք մեր հետ ճիշտ վերաբերվել, մենք միշտ ուզում ենք մեր հանդեպ բաց լինել, բայց ինչ չափով դու ճիշտ ես քո վերաբերմունքի մեջ, նույնը կարտացողվի դեպի քեզ։ Գիտեք, ես մի կարևոր ճշմարտություն ասեմ, որ տարիներ շարունակ ես այդ սկզբունքով գործում եմ ու հավատում եմ, որ դա աստվածային է։ Մարդիկ, երբ որ գալիս են եկեղեցի կամ մտերմություն, կամ ծառայության մեջ, կամ որևէ ոլորտի մեջ, հարաբերությունների մեջ, ես լավագույնը փորձում եմ անել մարդկանց համար։ Ու եկեղեցին է, իշքան հնարավոր է մղում եմ, լավագույն ձևով ուշադրությունը, հասնելը, իմանալը, տեղեկացված լինելը։ Գիտեք, բայց կան մարդիկ ժամանակի ընթացքում իրանք միշտ նույնն են։ Կարծես թե, գիտեք, մի սխալ մտածելակերպ կա, գուցե ձեր մեջ էլ կա այս մտածելակերպը։ Հովիվը կամ ծառայողները պարտքերից։ Չկա ձեր մեջ այս մտածելակերպը։ Գիտեք, մարդիկ կա իրանց մեջ կա այս մտածելակերպը։ Անընդհատ հովիվը դեն է, ծառայողը վիշտ դեն, անընդհատ ինքը ուշադրիվ դեն, անընդհատ ինքը դիաղոտ է։ Գիտեք, այո, սկզբնական ընթացքում քանի դու փոքր ես հոգևորապես, քանի դու կարիքը ունիս, այո, մենք պատրաստ ենք ելնելու, բայց կգա մեր ժամանակը, որ դու էլ կարողանաս ճիշտ վերաբերմունք ունենալ։
Եթե ճիշտ փոխադարձ վերաբերմունքը չկա, կներես ինքս ինքյան, ես անկեղծ եմ ձեզ, մի օր կկանգնեմ, կսեմ իմ ժամանակս ափսոսը։ Գիտեք, կան մարդիկ, որոնց դուք ժամանակին ճանաչել եք, իրանց համար ես էլ ժամանակ չունեմ։ Ինչու համար չունեմ, գիտեք, ես Աստծո ծառա եմ, եթե Տիրոջ հոգին խոսա անձ հետ նորից պատրաստ եմ ժամանակ տրամադրել, բայց կներեք, կան մարդիկ ժամանակը սպառվել է, որովհետև ես չեմ տեսել համապատասխան ճիշտ ու աստվածային դիրք ու վերաբերմունքը, թե Աստծո առաջ, թե եկեղեցու առաջ, թե մեր առաջ, որը շատ կարևոր է։ Այսինքն մենք տեսնում ենք ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքը որոշում է նրանց հանդեպ, նրանց վերաբերմունքը իմ հանդեպ։ Ասենք մի անպաշտ ճշմարտություն է։ Գիտեք, շատ անգամ իրականում մենք որպես եկեղեցի ընտանիք ենք։ Քանիստ եք տեսել այդ ընտանիքի կարգավիճակը։ Գիտեք, իրականում մենք ընտանիք ենք, սրտացավ ենք, շատ անգամ կա ժամանակ, ասենք, այս մեկի կարիքը, այս մեկի դժվարությունը, այս մեկի համար աղոթելը, ասենք մտքից մեջ կա այսօր Պալասան եկել եք, ասեմ Պալասան, այսօր առավոտ քեզի եմ հիշել։ Համարյա ամիսները չէինք տեսնի իրար լուր չունենք, բայց մերն է կապ չունի, միտքս գնաց, Սուրբ Հոգին հիշեցրել, ամեն մեկիդ հիշելով հանդերձ գիտեցեք մի լավ հրճագուկ են ձեր կյանքի մեջ, որովհետև մենք ընտանիք ենք, բայց դուք ամեն պահում, երբ որ դու այս վերաբերմունքը չես տեսնի, թեև անկեղծ եմ, շնորհակալ եմ շատերից ձեզնից, որ այդ վերաբերմունքը հարգանք, այդ ընտանեկան մտածելակերպը կա շատերի մեջ, ոչ բոլորի, անկեղծ եմ, շատերի մեջ կա, մենք կտեսնենք այդ ամենը, բայց կարծես տեսնեմ որ սկզբունքը կգործե, ինչ ցանենք եներ կհնձենք։ Գիտեք, դրա համար արեք լավագույնը ցանենք մեր վերաբերմունքով։ Գիտեք, իրականության մեջ ջան բառը գործածելը, հարգանքով խոսելը, իրար հանդեպ հարգալից վերաբերմունք ունենալը դժվար բան չէ։ Մենք այսօր ամեն մեկս այս իրականության մեջ ենք ու տարբեր դժվարություններից կանցնենք, բայց ոչ մի դժվարություն քեզի չպիտի ծռի սխալ վերաբերվելու համար։ Ոչ մի ենթադրություն քեզ չպիտի ծռի։ Այսինքն մենք պետք է ենք միշտ նույն դիրքի մեջ։ Մի օրինակ, որ ես շատ հաճախ կբերեմ, ասենք մարդ օրինակի հանդեպ ես գիտեմ, այս մեկը սխալ դիրքի մեջ է, սխալ կարգավիճակ ունի, թե Աստծո առաջ, թե մեր առաջ, սխալ բաներ է խոսած է, ես կշարունակեմ իրան սեր ցույց տալ։ Գիտեք, միամտաբար հանկարծ այս մարդը կմտածի, թե ես ոչնչից խաբար չեմ, կարելի է որ ինքը իր սխալը շարունակի։ Մինչև կհասցնեն այնտեղ կսեմ լսել, ես ամեն ինչ լավ գիտեմ, ուղղակի հարգանքը կպահեմ քո հանդեպ։ Ուղղակի կպահեմ, որովհետև այդ է Աստծո կամքը։ Ոչ թե խնդիրը գիտենալ չգիտենալու մասին է խոսքը, այլ խնդիրը այն որ ես նորից քեզ հնարավորություն կտամ փոխվել։ Ոչ թե որ դու շատ լավն ես, կամ ոչ թե որ դու ասենք չգիտեմ ամեն ինչ կատարյալ է քո մոտ։ Չէ, ուղղակի հնարավորություն է, նորից առաջ ես տանք, նորից միաբանվի։ Այսինքն ինչ է միտքս, անգամ այն մարդիկ, ովքեր ձեր հանդեպ սխալ վերաբերմունք ունի, շարունակեք իրանց հանդեպ ճիշտ վերաբերվել։ Ուղղակի շարունակեք, ուղղակի նորից որոշեք առաջ գնալ, որովհետև այդ սերը, երբ որ մենք խոսանք սիրո մասին, որ բազմության մեղքերը կծածկե, հենց այդ է, շարունակեք իրանց սեր ցույց տալ, շարունակեք ճիշտ ուղղության վրա մնալ։ Միան խոսք կա, փորձեմ այս խոսքը ձևակերպել, իհարկե պատմությունը պատմել եմ, վստահ եմ գիտեք ես չպատմեմ, բայց այս խոսքը հետևյալն է, իմացինիս չարությունն ու սխալը ինձի չլի սխալ ու անաստվածային դիրքի մեջ տալ։ Անկախ ամեն ինչից, մենք Աստծո առաջ ենք, ուսիկ է ճիշտ ու աստվածային վերաբերմունքը։ Գիտեք, շատ անգամ մենք մտածենք, հասարակ օրինակ, այս մեկը ինձ այդ ջանով չխոսած, ես իրանը չի ջանսել։ Մարդ է, ամեն մեկից մոդել կստացվի։ Գիտեք, մեկ ես երբ որ կզգամ մարդիկ ինձ կատարելություն կպահանջեն կամ կագրկալեն, թե ով է ինքը պիտի կատարյալ լինի, ես անկեղծ սկսեմ կներեք, ես կատարյալ չեմ։ Կարող է ասնիմ կողքիցը դեկան միտքը զբաղված եղնի, չնկատեմ կամ չհասցնեմ քեզի բարևեմ միամ հարցնեմ ինչպես ես։ Բայց դու կսպասես, ով անցավ իմ կողքիցս, մարդ է, կսխալվի։ Գիտեք, այսինքն կան բաներ, որոնք որ մենք ուղղակի պիտի անցնենք, մենք պիտի փակենք մեր աչքերը սխալը չտեսնելու համար, ու մեր վերաբերմունքը ամենակարևորը չփոխելու համար։
Հաջողությունը և ծախողման միջև հիմնական տարբերությունը մեր վերաբերմունքն է։ Դու կունենաս հաջողություն, թե կծախողվիս, պատճառը քո վերաբերմունքն է։ Գիտեք, ամեն ինչի մեջ, օրինակի համար եղել է իրավիճակներ, որ միան կարևոր բան ասեմ, մենք օրինակ երբ որ ես ասեցի մարդիկ հավատացյալ է իր հետ կարել է լուրջ չվերաբերվել, միշտ գիտեցեք, ես միան սկզբունք ունիմ ու շատ անգամ դիք փոխել է հակառակը մարդիկ դիսեն ինքը հավատացյալ է, ինքը վախենալու ու կորցնելու հեշտ բան չունի, մենք դիզգուշենք իր հետ։ Գիտեք, սինգ է ճշմարտությունը։ Ուղղակի անկախ ամեն ինչից դի իմաստությամբ վարվի։ Մեր հաջողության ու ծախողման միջև ընկած է մեր վերաբերմունքը։ Տեսեք, ես ձեզի պարզ բան ասեմ, ընտանեկան փոխհարաբերության մեջ ասեմ, ընկերական փոխհարաբերության ասեմ, դու մարդու հետ կմիաբանվիս, թե չես միաբանվի, քո վերաբերմունքից է կախված։ Դու այդ տվյալ անձի հետ, ամուսնական կյանքի մեջ եղել, երեխեքի հետ եղել, հարսկիսու հարաբերություն եղել, փեսազոնկաչ հարաբերությունը, ինչ հարաբերություն կուզե եղել, դու քո վերաբերմունքովը ի ցույց կտնես, դու կապագա ունիք, թե չէ։ Միան սկզբունք որոնց համար կա հետևյալն է, չկան բարդ մարդիկ, կա ավելի մեծ իմաստություն տարբեր մարդկանց հետ աշխատելու։ Գիտեք, մենք շատ անգամ հակված ենք, թե տեղուս բախտը չբերեց, ես ինչ աղջիկ հանդիպավ։ Կամ մյուս խոսքին բախտը չբերեց, ես ինչ մեկը հանդիպավ։ Ախ ես զոնկաջ եմ, զոնկաջ ես գիտեք, ես կհասկնամ կան ծայրահեղ վիճակներ, իրականում կան ծայրահեղ վիճակներ, որ պրոստը տաների չէ, բայց միշտ իմացեք, չկան բարդ իրավիճակներ, կա ավելի մեծ իմաստություն այդ իրավիճակի մեջ առաջ շարժվում։ Իսկ վստահ ես եմ, երբ որ կային պահ, որ այլևս չկա իմաստության չափ, որը այդ մարդուն կօգնի այդ վիճակից ելնելու, ես կհավատամ այդ բանը։ Աստված իրան կվերցնի ու կշպրտե մեկով։ Ուղղակի կվերցնի ու կշպրտե մեկով։ Ու իր բախտը կբերե, եթե ուղղակի կյանքը չկործնի։ Որովհետև ես լուրջ տեսել եմ, այս փորձառությունները ունեցել եմ, դրա համար չկան բարդ իրավիճակներ, կա ավելի մեծ իմաստություն, որը կգա մեր կյանքի մեջ ճիշտ վերաբերմունք դրսևորելու համար։ Ու այդ պատճառով մենք արդեն կտեսնենք հաջողությունն ու ծախողությունը կախված է մեր վերաբերմունքից։ Իմ վերաբերմունքը խնդիրները կարող են դարձնել օրհնություն։ Երեք երբ որ Երևանում Աստվածաշնչյան դպրոցում դաս էի տալիս, հիշեցի այս օրինակը, որն որ հենց ինձ հետ է եղել, ուրեմն մեկ քանի տարի առաջ գնացինք մի կոնֆերանս, որը շատ լավ կոնֆերանս էր, տղամարդկանց համար էր, հայրության մասին խոսար այդ պատգամախոսը, շատ հզոր օրհնյալ ազնվորություն էր։ Ինքը միան բան սավ ու հետո հարց տալու ժամանակ ինքը վճռական սավ օրինակի համար միան հայտարարություն երեց, որի հետ ես համաձայն չէի ներքին բժշկության ու ազատագրման առումով։ Ես իմ կարծիքս սեցի, ես ձեր հետ համաձայն չեմ, որովհետև Աստված ամենակարող Աստված է ու Աստված կարող է այդ գործներ անել։ Ինքը ժպտաց, ինքն է ուրիշ փաստարկ բերեց, բայց միևնույն է, ես չհամոզվա, բնական է, իրանը չհամոզեցի։ Անցավ կարծեմ դու հաջորդ օրն ես, թե այդ օրը հաջորդ 10 ժամին աղոթքի ժամանակ, եթե խոսքի ժամանակ ինքը ձեռքը ուղղեց դեպի ինձ ու մաշկարիացավ իմ վրես։ Ու շատ ուժեղ ու հզոր մաշկարիություն, որը բնական է, ես ունիմ իմ հոգուս մեջ, ինքն է բաներ ավելացրեց, հաստատություն սավ ու սավ, ես աղոթքի մեջ ու Տերը ձեզ պատկամը տվեց քեզի համար, ուրախացա, լավ էր, փառք Աստծու, բայց այդ կոնֆլիկտային պատոր կար իմ ու իր միջև, թեև ես կշարունակեի իրան հարգել, բայց անհամաձայնություն կար։ Էլի այդ անհամաձայնությունը մնաց, բայց պատը քանդվավ իր մաշկարիություն ելնելուց հետո։ Հետո կարծեմ իսուրն էր 10-ի ժամանակ ինքը այդ մեթոդը արդեն սա ու ես հասկացա, որ ինքը դի կիրառեց իմ վրես, սա երբ որ մարդկանց հետ ես կոնֆլիկտ կունենամ, կերտան կաղոթեմ կսեմ, տես դու ինչ պատկամ ունիս իր համար։ Չեմ սե վատ բաներ սա էր, լավ քաջալելով ինչ պատկամ ունիս։ Ու կսե Տերը ինձի կբացե իրական կեդանցի համար, ես կեշտան կմաշկարյանամ իրա վրա, հրճակում կենեմ, կամ կաղոթեմ, կամ այդ տեսանկյունից կնայեմ հարցին ու խնդիրը գլուծվի։
Գիտեք, ես տեսա մի շատ կարևոր մեթոդ ու իրականում սորվել եմ ես իրանց։ Ինքը շատ հզոր մարդ է, շատ մեծ օրհնություն է եղել, իր ուսուցումները, իր ճիշտ անգամ ունին քաջության վերաբերյալ, շատ լավ ազնվորություն էր, թեև մենք նորից կշարունակենք այդ կետի վրա տարբեր կարծիքներ ունենալ, բայց ինքը աստծոծված օրհնված մարդ էր։ Այսինքն տեսեք մի կարևոր բան, խնդիրը օրհնություն դարձնողը կապ ունի քո վերաբերմունքիդ հետ։ Կա խնդիր, կա դժվարություն, քո վերաբերմունքից է կախված այդ խնդիրը օրհնություն կդառնա, թե կշարունակի անես մնալ քո կյանքի մեջ։ Քո մոդեցումից է կախված։ Երբ որ դու ճիշտ մոդեցում ունենաս, երբ որ դու աղոթես, Աստծուց իմաստություն խնդրես, գիտեք իրականում կան խնդիրներ, որոնք մեզ ժամանակ հնարավորություններ են։ Երբևէ եղել է, որ քեզ աշխատանքից հեռացրել է։ Ում հետ է եղել, որ աշխատանքի հետ խնդիր է ունեցել, հեռացրել է։ Գիտեք, եթե ուշադրություն դարձնեք, ձեզնից ձեր աշխատանքից հեռացնելը պատճառ է էլ ավելի լավագույնը գտնելու։ Գիտեք, դիք է փաստը։ Բայց մենք գնանք, երբ որ սկսեմ աշխատանքից հեռացնել, մի պատկերացրեք, գիտեմ յուրաքանչյուր դորտնյա հրաշալի մարդիկ եք, ձեր չեն կարող ուղղակի հենց մեզ հեռացնել, բայց ինչ որ բան քո սրտովը չի եղել, դու դուրս ես եկել, ես եղել, սպես ես եղել, դիք եղել է մի ամնուր ճանապարհ քեզ օրհնության մեջ տանելու։ Այսինքն մեր վերաբերմունքից է կախված խնդիրը կշարունակի մնալ խնդիր, թե օրհնություն կդառնա։ Իմ վերաբերմունքը ինձ կարող է տալ անսովոր հեռանկար իմ կյանքի հանդեպ։ Տեսեք, երբ որ անգամ կրնամ ստուր համար մի ամօրինագետ բերեմ, երբ որ մենք ճիշտ վերաբերմունք ունենք կյանքի հանդեպ, մեր առաջ ավելի մեծ հեռանկար կբացի։ Պատկերացրեք կան իրավիճակներ, մի ամփառ, որ անդադ մտքից կգա, մենք ճամբարներում ունեցանք երիտասարդները կհիշեն, ունեցանք մի սեմինար մեր Երևանի ծառայող քույրերից մեկը կասկածներ, ինքը մի ամարտահայտություն սա, որ անդադ մտքից մեջ կա, նորել եկավ կուզեմ սեմ, ինքը սա նախաճաշի առյուծների հետ։ Ինքը հետարաշքիր մի ամիտ տվա, որ իրա կյանքից պատմես, ինքը զանգե ենթադրենք Ամերիկայի տեսպանին, կսե ես ես ինչ ազնվորությունն եմ, ես ինչ տեղը կաբրի, ուզենամ ծեր հետ նախաճաշը։ Ինքը հետարաշքիր է, կսե մարդիկ կան բես կարծականքին ուրեկան անհավանական է, բայց կեշտ է, ուղղակի պարզ ռիսկ ունենալ հետը, մտքերի փոխանակում, նոր ծրագրերի առումով, նոր ոլորտների մեջ մտնելու առումով։ Գիտեք, ինչու համար սկսեմ, քո ճիշտ վերաբերմունքը կարող է քո առաջ մեծ հեռանկար բացել։ Գիտեք, ես կտեսնեմ մեր ժամանակների մեջ հավատացյալների, որոնց համար իրականում շատ ուրախանամ, ասենք իրանք կուկան մեր երկիր, հավատացյալ են, եկել են մեր եկեղեցի, ինքը կհանդիպի իրանց երկրի տեսփանի հետ, կհանդիպի նախարարի հետ մեր առողջապահության կհանդիպի, չգիտեմ, պաշտոնյայի հետ։ Գիտեք, իրանք սովորել են նախաճաշել առյուծների։ Մենք չհագեշտավոր առյուծ բառը, բայց շատ անգամ մենք կվախենանք, մենք ասենք, լավ, ես իրան տեսնեմ, ինչ պիտի խոսամ, ինչ պիտի ենեմ, նա եթե դու ունիս ճիշտ վերաբերմունք, դու իրավիճակը ճիշտ կգնահատես, դու չես վախենա շփվել տարբեր մագարտակի մարդկանց հետ։ Օրինակի համար ասենք առաջներում ասենք կմտածենք, մենք ինչ կմտածենք, վայ, սիկ բանը մարսպետ է, իր ամոթ պիտի մտնիմ, Տեր Աստված ինձ կարողություն դու շուտը մասնի։ Հա, շատ լավ, մարսպետ է, վարչապետ է, մարդ է։ Այսինքն տեսեք, մեր վերաբերմունքը իրավիճակների հանդեպ, մեր առաջ մեծ հեռանկար կարող է բացել։ Ու անգամ շատ օրինակներ կա։ Մեր հանդիպումը մեր հոգում է, աշխատանքի բնույթը դե փոխ է, կյանքը դե փոխ է, օրհնություններ դե ավելցել։ Ինչու համար, որովհետև դու կարողացել ես ճիշտ վերաբերվել, ճիշտ մատուցել։ Նայեք, ձեզ մի կարևոր բան ասեմ, հատկապես երիտասարդներ։ Խոսքի մատուցման արվեստ սովորեք։ Մարդկանց հետ խոսալուց եմ սովորեք, անկեղծեմ ես կսովորեմ մինչև։ Մինչև հմի ես պատրաստ եմ սովորելու կընդունեմ մի ամյութ կգնի ձեռքս կկարտամ, գիտեք, որովհետև շատ կարևոր է ամեն ինչ ուսումնասիրեք առաջ եշտելու համար։ Անգամ երբ որ մենք կնայենք Աստծո խոսքին, Աստծո խոսքը մեր շատ նման խրատներ է տալիս։ Ու մենք ունենք կարիք այդ խրատները վերցնելու, դնելու մեր կյանքերի մեջ։
Ու կարևոր է, որպես մենք ունենանք մի ամբիշկ, մի ամբերաբերմունք, որ նրա մեր առաջ մեծ հեռանկար կբացի։ Գիտեք իրականության մեջ, մի հատ օրինակ կա, այս օրինակը սեմ Ռաֆ եղբայր տարիներ առաջ կպանում էր, սեմ մեկը հայտարարություն կտա մարդկանց ուզե աշխատանքի ընդունեն, աշխատանքը շատ լավ աշխատանք է, շատ բարձր աշխատավարձով է, գրասենյակային աշխատանք է, ու կսե հեշտ են կանգնած, որպես մտնին իրավունք հարցազրույցի։ Սե մարդիկ կմտնին 2 րոպե դուրս կգան, 2 րոպե դուրս կգան, 2 րոպե դուրս կգան, ու լրիվի կսե ցեզի, եթե պետք եղավ կզանգեմ, եթե պետք եղավ կզանգեմ, հետո մեր հոգին կմտնի ներս, կեստա առաջ, տեսնի կերգու բան, կշտկեմ, մինչև իրա տեղը հասնելը, կողքի ատորը կուղղե, նոր կնստի իր ատորի վրա, ճանապարհը մի անգամ գասկերի վերցնե, կգցի աղբամանի մեջ, կուկա կնստի ես մարդու մոտ, սկսեն հարցազրույցը, կսե դու անձել ես։ Բայց ռեվիշման չեմ խոսացել։ Կսե եթե դու ֆայմարդ կան բանվել եմ, դիգնձի համար շատ կարևոր է։ Նայք վերաբերմունք է։ Գիտեք շատ անգամ ես ենք կտեսնեմ, եկեղեցին մեր տունն է, չէ՞, մեր տունն է թե չէ։ Ասենք մի անթուղթ գերդին է ընկած։ Մարդիկ 15 տարան, ֆուտբոլ կխաղանում։ Իհարկե ես կընդունեմ, որ մարդիկ կան չեն տեսնի։ Բայց կներես, ես կմտածեմ, ինչ դու կարող ես տեսնես այդ խաղալիքը ընկած է գերդին, անտարբեր քո գործերը դերիր անցար։ Դեք շատ անգամ մենք երազենք շատ մեծ բաներ, բայց գիտեք մեր երազանքին հասնելու շատ փոքր բաներ կար ու ուշադիր ենք։ Շատ անգամ ես կմտածեմ, ասեմ ինչու համար Պողոս առաքյալը կարողացավ կանգնել կայսրների հետ խոսալու համար, թագավորների առաջ։ Գիտեք ինքը ուներ այդ վերաբերմունքը ճիշտ։ Պետրոս ինքը լավն էր, ինքը վեմ էր, Հիսուսը իրան ընտրել էր, բայց Պետրոսը ձգնորս էր։ Մեկ անում էր ձեզ քաջալերով։ Յուրաքանչյուր մասնագիտություն կարևոր է, ձգնորսի մասնագիտությունները կարևոր։ Բայց դուք ձեր էությամբ միք մնացեք այդ մագաշտակի մեջ։ Ամեն առումով մենք ունենք կարիք աճելու, ու այդ վերաբերմունքի պատճառով մենք կարող ենք մեծ հեռանկարներ ունենանք, մեր վերաբերմունքի պատճառով մեծ հեռանկարային ծրագրերի մեջ կարող ենք երբան։ Որովհետև անկեղծ եմ ես շատ անգամ մարդկանց հարցրել եմ, օրինակի համար, տեսնես կը մենք մեր բանի մեջ կտանջվի։ Ասենք իրանք հարցնեն, ասենք կարծենք Աստծո վերջնական նպատակը քեզ համար էս տանջանքն է, մարդիկ կան կզարմանում։ Ասենք ինչ հարցնում, ինչ է։ Արջի մտածելակերպը պետք է փոխել, միանոր ոլորտ ուսումնասիրել։ Մի մնա այն ինչը դու կաս, ուղղակի փորձի աճել ու առաջ ես տա։ Գիտեք, յուրաքանչյուր մասնագետ մեզի պետք է, ես չեմ ուզել, որ դուք մտածեք, ասեք մեկը այս մասնագիտությունը ունի, թե դիք փոքր մասնագիտություն է, դիք ինչ մասնագիտություն է, բայց քո ոլորտի մեջ լավագույնը է։ Գիտես, օրինակի համար ասենք վերցնենք, դու պարզ բրադը մասնագիտություն ունես, մատնահարդար ես։ Կաց էր մեջ մատնահարդար մասնագիտություն ունեցել։ Դեր մի հոգիմ ձեր բաց։ Միան պարզ մասնագիտություն է։ Գիտես, արջի այն աստիճանի, թե քո մասնագիտական գործառույթների մեջ, թե քո վերաբերմունքի մեջ, որ թագավորների կանայք ու աղջիկները կան քո մոտ։ Հնարավոր է նման բան։ Հնարավոր է։ Այսինքն ես չեմ խոսալ մասնագիտությունը սխալ է։ Շատ լավն է, քո սիրածը դե յուրաքանչյուր մասնագիտություն լավ է, բայց դու եղել ամենաբարձր մագաշտագինը, որ քեզի սենք մեծ մարդիկ կանջեն իրանց տունը գործենելու, որ իրանց համար շատ կարևոր է քո վարպետությունը, քո մտածողությունը, քո ճիշտ վերաբերմունքը։ Այս ամեն ինչը արջի խնդիր է, ամեն ինչը վերաբերմունքի խնդիր է։ Չկա վատ մասնագիտություն, կա սխալ վերաբերմունք։ Յուրաքանչյուր մասնագիտություն լավ է, ունեցի ճիշտ վերաբերմունք ու այդ վերաբերմունքը քեզ շատ ավելի մեծ օրհնյալ տեղեր կհասցնի։ Իմ վերաբերմունքը կամ իմ ամենալավ ընկերն է կամ իմ ամենավատ թշնամին։ Երբևից է եղել, որ մտել ես մի խանութ, հետո որոշել ես այլևս չմտնել։ Գիտեք պատճառը որն է։ Օրինակ մեր քաղաքի մեջ կա խանութ, խանութների ցանց, որ ես դեռ ընդհանրապես չեմ ուզել։
Սեմ անունը, որտեղ Հակակով Աստրոջևը զբաղվում։ Բայց գիտես, կմտնիս այդ սեմ ինչո շատ անտանելի։ Քեզ մի բանում իր տերը չէ, իր աշխատողները, գիտեք ցավոք սրտի կտեսնեմ երիտասարդ աղջիկներ ձեռքերը չէ, բերը ծամոնները, բերանները, գիտեք ծամոնը մեղ չէ, բայց բերանը փակ։ Սենք մեկ չմ բան կա էլի, սենք այդ մոտեցումը, ոչ միայն մտերային խանութ, ուրիշ խանութներ, կարճ կմտնիս, եղել է տեղ մտել եմ, խոսացել եմ, մենակ աշխատողի մատուցման ձևը ինձ խանգարել է, ես ընտրություն կատարեմ դերես խանգարել։ Բայց գիտեք աշխատող է եղել ինվեսը մատուցել, ես տեսել եմ այդ ապրանքի լավագույն տեղերը, վադերը չեմ էլ տեսել։ Ինձի համոզել է արտելու համար։ Այսինքն քու վերաբերմունքդ կարող է դառնալ կամ քու ընկեր կամ քու թշնամի։ Մենք շատ անգամ ինչ կմտածենք, որ ասենք, թե թշնամին ինքն հակառակորդն է, որ նույնիսկ քեզ էներգիա կտանի։ Ու պատկերացրեք քու սխալ վերաբերմունքը, քու հակառակորդն է, որ նրա կհատնեք ուժերը։ Ուսիկ իրականում շատ ահավոր բան։ Դու միշտ առաջ կշարժվես, միշտ կաշխատես, միշտ կքայլես, միշտ կուզենաս ինչ-որ բանի հասնես ու չես հասնի։ Գիտեք, շատ անգամ ես տեսել եմ մարդկանց, իրանք միշտ կաշխատեն, միշտ ջանքը թափեն, բայց ոչ մի բանի չեն հասել։ Տեսել եք պես մարդկանց։ Գիտեք, շատ դժվար է։ Մարդ ամբողջ կյանքը աշխատի ու ոչինչ չունենա, հավատացեք հնարավոր չէ։ Եթե ասենք զուր տեղը չի կորցրել, հնարավոր չէ։ Սխալ վերաբերմունք է ունեցել, այդ առումով հնարավոր է, դեմ չէ։ Բայց Աստված անգամ դրսի մարդուն, որ ուղղակի կաշխատի, պարզ մարդ է, Աստված կորցնի այդ մարդունը։ Բայց մարդիկ իրանց սխալ վերաբերմունքի պատճառով միշտ կորցնեն ու իրանց վերաբերմունքը իրանց թշնամին է։ Իմ վերաբերմունքը եւ ոչ թե իմ նվաճումներն են ինձ երջանկություն պարգևում։ Գիտեք, մենք բոլորս ունենք նվաճումներ, բայց նվաճումը չի որ երջանկություն կպարգևի, այլ քու ճիշտ ապրել դե որ քու երջանկությանդ պատճառն է։ Որովհետև նվաճումը մի օր կա, մյուս օրը չկա, ինչ-որ ձևով ինքը կվերջանա, ինքը կսպառվի, իր ժամանակը կանցնի, դուք գիտեք չէ՞ նվաճումների ու հաղթանակների ժամանակներն էլ կանցնի։ Ինչ-որ ձևով ինքը կդադար գնել, բայց այն ինչը դու ունես քո ներսումդ ինքը քեզի հարատև երջանկություն կպարգևի, քեզի կերջանկացնի։ Իմ վերաբերմունքը կփոխվի այն ժամանակ, երբ ես ինքս ընտրեմ փոխվել։ Տեսեք, մենք շատ խոսացինք վերաբերմունքից, բայց մեր վերաբերմունքի փոփոխության պատճառը մեր ընտրությունը դառնա։ Եթե մենք չնախընտրենք փոխվել, մենք չենք կարող փոխվել։ Գիտեք, ես ձեզ եմ շատ պարզ բաներ, որոնք տարիներ առաջ լսել եմ, բայց մի անգամ եմ Աստված ինձ սովորեցրել է։ Մի անպարզ օրինակ բերեմ, մեր թաղամասում մեկը կար, ինքը վարսահարդար էր, իր մոտ կեշտային մազերը սարքելու համար, այն ժամանակ էլ չկար հեռախոս, զանգեր, նորեջ տան հեռախոսներ, բայց չգիտեմ ինչ պատճառով այդ զանգելու հնարավորությունը չկար, ելա գնացի իրանց տունը չէր, մյուս օրը գնացի էլի տունը չէր, առավոտ գնացի էլի տունը չէր, երկունը գնացի տեսա իրան վերջատ, տնաշենի տղակ, հենեմ էր մազերը սարքի խելառա էր տալ կալում, խանը անգամ եք եշտան կուկավ։ Սա փահաշուկ ճան, անեգավ, ալիքը վերցնեմ կան, ես հետ դարձա կալու, սրպոքին հետս ոսած։ Սա ճիշտ չի վերաբերվա իրա հետ։ Տեր աստված ոչ վիրավորել է, ոչ կոպիտ բան եմ սե իրան։ Հա, սա չվիրավորեց իր կոպիտ բան սեցիր, ես կարանել ուրիս ծերի մատուցել։ Գիտեք, ես սկսեցի հասկանալ, որ իրականում կարևոր է խոսքը, կարևոր է քո տոնը, կարևոր է խոսալու ձևը, կարևոր է դրած բառերը։ Եղել է իրավիճակների մեջ, որ ես որոշել եմ։ Այս իրավիճակի մեջ Տեր Աստված ինձ ավելի մեծ համբերություն տուր, պիտի համբեր եմ, չպիտի խոսամ։ Այս իրավիճակի մեջ պիտի խոսամ ամենավերջինը, չպիտի շտապեմ իմ կարծիքը ասելու համար։ Ես նախապես ճիշտ որոշումներ եմ կայացրել, հետո նոր գնացել եմ այդ հանդիման։
Որովհետև ես գիտեմ, դիք մի հատ հանդիպում է, ուրդեղորական տարբեր կարծիքներ, ուրդեղորական բախումներ, բայց չէ, որ ինչ-որ ես սկսեմ սխալել, չէ, ճիշտ է, բայց ես որոշումներ եմ կայացրել, որպեսզի սխալ դրսևորում չեղնի իմ մոտս։ Մենք պետք է որոշենք ինչ ձևի վերաբերվենք։ Մեր վերաբերմունքը կփոխվի այն ժամանակ, երբ որ մենք ճիշտ որոշումներ կկայացնենք։ Գիտեք, դժվար է։ Շատ անգամ ես անկեղծ եմ, մեր միտքը լուսավորված չէ, որ մենք կարող ենք ուրիշ տարբերակ նաև տեսնել։ Բայց մեր միտքը լուսավորված եղնելու համար ուղղակի մի կարողնես, որ ինքդ քեզի հարցնես։ Գուցե ինչը ես կենեմ սխալել։ Եղել է նման հարցակ ձեզի։ Գուցե այս պարագայի մեջ ես սխալ կմտածեմ։ Կամ աղոթեք, եղել է, ես աղոթել եմ, Տեր Աստված, այս մարդու հետ ես ինչ ձևի վերաբերվում։ Ինձ իմաստություն դուր, գուցե ես մի ինչ-որ կենեմ սխալ կենեմ, գուցե ես իմ պասիվ դիրքս իրան չհետևելու սխալ է, կխնդրեմ, ինձ իմաստություն դուր, դու կամ կդե թե չէ։ Տեսա երիկներ էր, որ ես եմ որոշեցի որ մնալ։ Գիտեք, բայց կաղոթեմ, գիտես, միշտ չունենք ինչ-որ կերել, դա իրան ճիշտ է, ամենալավ վերաբերմունքն է, չէ, մենք ունենք կարծիք որոշելու, ճիշտ վերաբերմունք ունենալ, որոշելու, փոխվելու։ Գիտեք, կա ժամանակ, որ գիտեք, երկրի վրա ամեն ինչ կփոխվի։ Կա ժամանակ այն ինչը դու ունեցել ես նորմալ է եղել, վեր նորմալ չէ։ Կա ժամանակ դու շուտ փոփոխվող ես, նորմալ էր, մի օր շուտ փոփոխվող ես, նորմալ չէ։ Կա ժամանակ, որ դու իմացած չիմացած կխոսայր, նորմալ է, որովհետև ընդհանուր շրջապատը էր։ Բայց կա ժամանակ նորմալ չէ։ Կա միջավայր դու էլի ինչ խոսած նորմալ է, բայց կա միջավայր նորմալ չէ։ Ու դու ունես կարիք մտածելու, փոխվելու, ամեն առումով մտածելու, փոխվելու։ Մենք պետք է գիտակցենք, մեր վերաբերմունքը շարունակական կարգավորման կարիք ունի։ Ու իմ վերաբերմունքը վարակիչ է։ Մենք նաև էսև մտածենք։ Ուզենաս տունը խաղաղություն է, խաղաղություն սերմանել։ Խաղաղություն տարածել, միան մթնոլորտի մեջ, միան միջավայրի մեջ։ Իրականում դուք նայես, որ Աստծո օրհնությունը կգա ու նույնպես կտարածվի։